պարտիաներին ծեծի ենթարկելու ծառայողական քննությունից ինչ կա։ Տևական ժամանակ է հետևում ենք քրեական վարույթից հետաքրքրվում եմ, որևէ նորություն չկա, ինձ հետաքրքիր է ինչ կա կապված ծառայողական քննությունից։ Ծառայողական քննությունն ընթացել է, ամեն դեպքում այս պայդրությամբ որևէ խախտում չի արձանագրվել, մեր համոզմամբ ծառայողները գործել են իրենց լիազորությունների շրջանում։ Մեր նախնական, այս բանին դեռևս չունենք որոշում վերջնական, որևէ խախտման մասին արձանագրություն չունենք։ Եթե կլինի ամեն դեպքում վերջնարդյունքում որևէ խախտում, այդ մասին հայտնի կդառնա։ Բայց նախնական որևէ խախտում չի եղել։ Առայժմ որևէ խախտում չի արձանագրվել, այո։ Այն մեր նախնական ուսումնասիրությունները որևէ խախտում առայժմ չի արձանագրվել։ Ձեր թույլտվությամբ կապված նաև մեկ հարցի հետ, որ հրապարակվել էր մամուլով 173 միլիոն դրամի վատում է եղել սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում մեր երկրում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, դուք ճիշտ է նոր եք արդարադատության փոխնախարար, բայց փորձել եք պարզել այդ գումարները ուր են, ինչու համակարգը չի ներդրվել։ Իրական տեղեկություն չունեմ այդ թվերի հետ, որովհետև նախ եթե քրեական վարույթը երևի ճիշտ կլինի իրավապահմաններից տեղեկություն ստանալ, ինչ վերաբերում է սնանկության գործին, սնանկության թվայնացմանը, դա իմ համակարգման ոլորտում չի, այսինքն գործնականում էլ որևէ առնչություն չունեմ դրա հետ կապված։ Եվ մի մտահոգիչ դեպքի հետ կապված այս ժամանակահատվածում գրեթե 11-12 դատապարտյալներ ինքնասպանության են գնում, ինչ է կատարվում բանտերի ներսում, պարոն Քոչարյան։ Բանտերի ներսում սովորական, ուրեմն որևէ բան չի կատարվում արտառոց։ Ինչու են ինքնասպանում։ 11-12 հոգի ինքնասպանություն չունենք, մենք ունենք մահերի թիվ, որը տարբեր եւ կան ինքնասպանություններ, եւ կան առողջական պատճառներով մահեր, բնականաբար այդ մահերի քանակը մեզ էլ է մտահոգում, մենք էլ դրա համար ծառայողական քննություններ ենք իրականացնում, մենք մեր ներքին քննությունները, հետաքննություններ ենք իրականացնում, առայժմ Թերանում, ինչու հանցագործնել է մարդ, պարոն Քոչարյան։ Այո, հանցագործել է մարդ, դրա համար հենց քրեակատարողական ծառայությունը եւ նախարարությունը ամեն ինչ անում են հանցագործին կյանքից կենսական այդ նվազագույն առնվազն պայմանները ապահովելու համար, բայց բոլոր դեպքերում ոչ նախարարությունը, ոչ քրեակատարողական ծառայությունը իզորու չեն օրինակ անձին ինչ որ առողջական պատճառներով մահը կանխել։ Մենք փորձում ենք մաքսիմալը կատարենք իրենց առողջության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար, հենց բարոյ հոգեբանական մթնոլորտը, եթե ինչ-որ ռիսկային բաներ ենք տեսնում, դրանք կանխարգելելու հետ կապված միջոցառումներ են կատարվում, բայց բնականաբար ամբողջությամբ բացառել այս անցանկալի երևույթները հնարավոր չի։